Բարի ուշ երեկո բոլորին, բերել եմ հստակեցում կապված կառավարության այսօրվա որոշման հետ ու հստակեցման հետ որոշումը արդեն շուտվանից կար, էլեկտրոմոբիլները, որոնք արտադրվել են 2024 թվականից եւ ավելի բարձր, 2026 թվականին չեն վճարելու ԱՀ, մնացած բոլոր էլեկտրոմոբիլները արդեն վճարելու են շատ մեծ գումար չի, բայց ինչևէ չնչին կազդի շուկայի վրա։ Կվոտայի հետ կապված դեռ բան չեմ կարող ասեմ, իմ կարծիքն է չի լինելու կվոտա, բայց հուսանք ցոտեկի վերջի կլինի, մեզ նվեր կանեն, այսպես ամանորյա։ Կապված ուրեմն 2026 թվականի Չինաստանի թանկացումների եւ փոփոխությունների հետ մենք այս պահին ոչ մի խնդիր չունենք, առաջիկա ուրեմն պլաններում խնդիրներ չենք տեսնում։ Միայն խնդիրները որ կարանք ունենանք, դա կարող լինի Geely եւ Avatar-ի հետ մնացած ոչ մի մեքենայի հետ կապված խնդիր դեռևս չենք տեսնում։ Մի բան էլ ավելացնեմ, թանկացումներ լինելու են ցենց 2026 թվականին, որտեղ Չինաստանում եւս մի հատ փոքր օրենք փոխվում, որը ուրեմն վաճառված մեքենաներով մի փոքր հարկ ավելացնում, շատ մեծ չէ, բայց կարծում եմ էլի թանկացումներ լինելու են, դրա համար եթե ունեք ցանկություն պատվիրելու մեքենա, լավ կլինի որ մի փոքր շտապեք եւ ավելի շուտ պատվիրեք։ Իսկ եթե ուզում եք պատվիրեք ավտոմեքենա, գրեք կամ զանգարեք մեզ, ներքևում կլինեն մեր ուրեմն ընկերության հեռախոսահամարները։ Սիրով բոլորիդ սպասում ենք։